Բարև ձեզ սիրելի հանդիսատես, այև ինչպես միշտ մենք դուրս եկանք եթեր, անունս Հակոբ Մելքոնյան է, հասարակական գործիչ եւ ինչպես միշտ իմ կողքին նստած է Նարեկ Աղոթամադյանի հեղինակ պարոն Հակոբ Աշիգյանը։ Պարոն Հակոբ Աշիգյան, խնդրում եմ ձեր ողջունի խոսքը եւ ինչ եք այսօր պատրաստել մեր համար։ Ողջույն տուք միմյանց ի համբյուր սրբության։ Աղոթամադյանը աղոթաշարը սկսում ենք միշտ ողջունի խոսքերով, սուրբ համբյուրով։ Անցյալ անգամ խոսեցինք ուրեմն կարոտի եւ կաշառքի մասին։ Այս անգամ խոսելու ենք կարոտի մասին եւ ընտրություն, կարոտը ինչ կապ ունի ընտրությունների հետ, իսկ բուն թեման այսօրվա ուրեմն նարեկացին եւ սրբերը մեզ ինչ են հաղորդում ընտրության վերաբերյալ, այսինքն ինչ է նշանակում ընտրությունը ըստ հոգևոր սուրբերի մեկնության։ Ընտրությունը մենք բոլորս հասկանում ենք յուրովի, ընտրել, օգտագործում ենք ջոկել բառը եւ այլն։ Բայց հոգևոր ուրեմն հուշումները տարբեր բնույթ ունեն, որովհետեւ քանի որ մենք խոսում ենք նարեկացի եւ լսարանի մեծ մասը կարծում են, որ եկեղեցու հավատացյալներ են առավել առաքելական, որովհետեւ ես ինքս առաքելական եկեղեցու զավակ եմ, այդպես են ինձ իմ գրքերի մեջ գրել հոգևոր հայրերը, ուստի ասում եմ, որ մենք մեր վերջի օրը ընտրություններից մի քանի ժամ առաջ մեր հոգևոր հասկացողությամբ ընտրություն ինչ է ներկայացնենք մեր հավատացյալ կամ նույնիսկ եւ անհավատալ ժողովուրդ։ Շատ կարևոր է, այո։ Հիմա խոսեմ, մենք խոսեցինք կարոտի ու կաշառքի մասին անցյալ անգամ, բայց մի բան կարճ մնաց։ Կարոտից նաեւ տեսեք, ասենք կարոտում են լավ բաներ, բայց լավ հասկացողությունը ամենքը յուրով է ընտրում։ Աստվածաշնչյան մի փոքր պատմություն պատմեմ, ավելի կարճ, ուրեմն երբ որ Աստված Սոդոմ Գոմորը կործանելու էր, Ղովտին ասեց վերցրու կնոջդ ուրեմն դստրերիդ ու այստեղից դուրս եկեք, որտեղ եթե փեսաներ ունես, փեսաներիդ էլ վերցրեք։ Դուրս եկեք, եթե կործանելու են։ Փեսաները նրանց ծիծաղեցին, չհավատացին, բայց Ղովտը հավատաց, որտեղ հրեշտակների հետ էր խոսում։ Տեսեն, որ դանդաղում է, հրեշտակները բռնեցին, սա կարևոր պահ է, բռնեցին Ղովտի ձեռքից, կնոջ ձեռքից, դստրերի ձեռքից եւ դուրս հանեցին Սոդոմ Գոմորից, որ տանեն դիմացի լեռը։ Ղովտը խնդրեց, որ ինքը ծերը դժվար է շարժում, թող տանեն մոտակա քաղաքը։ Այդ քաղաքը գտնվում էր Սոդոմի եւ ուրեմն լեռի որտեղ գնան դրանց մեջտեղում։ Բայց ասեցին հրեշտակները, հանգարց ետ չնայեք, եւ Ղովտի կինը ետ նայեց ու դարձավ քարե արձան։ Մնաց մեջտեղում, ուրեմն լեռան եւ Սոդոմ Գոմորի մեջտեղում։ Մեջտեղում մնալը ինչ է, այսինքն ինչու համար ասեցին հետ չնայես, իսկ նա պատգամը խախտեց ու հետ նայեց։ Որովհետև սա նշանակում է, որ այսինքն հետ չնայես այլաբանական իմաստով, այսինքն այն մեղքերը, որ գործել եք, կամ այն շռայլ կյանքը, այն պոռնկական կյանքը, որ ապրում եք Սոդոմ Գոմորում, այդ ուրեմն Աստծուն ոչ հաճելի ճոխությունները եւ այլն, դրանց հետ չնայես, որտեղ ձեզ ուրիշ լեռ են տանում, փրկության լեռն են տանում, ձեր ձեռքից բռնած, բայց կինը քանի որ սիրում էր այդ կյանքը, կարոտել էր այդ կյանքին, ետ նայեց, դրա համար արձան տանում։ Բայց այստեղ կա մի նուրբ բան, հենց ճանապարհի մեջտեղին, այսինքն հնարավորություն տվեց ընտրելու, տես ասեց, հələ դեռ վերջնական կորսված չես, պետք է ընտրես, դեպի լեռն ես գնում, թե դեպի այդ Սոդոմն ես գնում, ընտրելու իրավունք տվեց։ Հիմա նույն ընտրության առջև մենք ենք կանգնած, մեր սիրելի հավատացյալ ժողովուրդ, որոշենք ուր ենք գնում,
դեպի արյունահեղությունը, որ տեսել ենք տարիներով, թե գնում ենք դեպի փրկության ուրախության ճանապարհ։ Եվ կարոտի մասին մի բան էլ ասեմ, որ խոստացել է ես ձեր հավատացյալներից, տեսեք, կարոտից մի կին կա, ասում է կարոտում եմ ու կարոտից հիվանդանում եմ։ Այո, կարոտից հնարավոր է, որ մարդ հիվանդանա, կարոտախտ հասկացողություններ կա։ Այս պատմական այս աստվածաշնչյան պատումի նման չէ։ Իրոք ծնողներին, հարազատներին, հայրենիքը կարոտելու եւ հնարավորություն չունի գնա։ Միակ փրկությունը դեպի ինչ ասեմ, կարոտը պետք է առնեք դուք եկեղեցու հավատացյալ եք, եկեղեցուն ձեր աղոթներով, ողորմություններով, այն պատգամներով, որտեղ որ ասում եք, որտեղ որ դուք կլինեք, ես եթե ուզում եք ինձ հանդիպեք, կհանդիպեք այնտեղ եկեղեցում։ Աստծո խոսքերն են Սողոմոն թագավորին ուղղված։ Միայն այս ձևով ուրիշ ձև դարման չկա։ Նայեք, դուք շատ հիանալի մեջբերում արեցիք Սոդոմի Գամորի հետ չնայելու մասին եմ ես ուզում խոսեմ։ Նայեք, երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ ենք, Ռուսաստանի Դաշնության հետ ենք։ Հիմա ուզում ենք գնանք դեպի քաղաքակիրթ աշխարհ։ Որոշ մեր քաղաքացիները ուզում են հետ նայեն, ինչպես հետ նայեց կինը, այո, որ քարացավ։ Այստեղ դուք համեմատություն չեք տեսնում, որ լավ կյանքը, որ Աստված ասեց, որ ես ձեզ լավ երկիր կդամ, լավ կյանք կդամ, այսօր կարող ենք համեմատել եվրոպական քաղաքակիրթ աշխարհի հետ, Եվրոպայի հետ, եւ Ռուսաստանից դուրս գալը դա Սոդոմ ու Գամորը չէր, ինչ է կարծում, այս համատյան մեջ դուք մի բան տեսնում եք, թե ոչ։ Ոչ թե տեսնում եմ, այլ այդպես էլ կա։ Ընտրված է հենց այս իմաստով։ Շատ լավ։ Այսինքն, եթե շեշտը չդնենք եվրոպական, ամերիկան կամ չգիտեմ, ովևէ մի պետության կամ քաղաքակիրթ, անշուշտ քաղաքակիրթ աշխարհը կարող է, բայց չմնանք արյունարբու գազանի ճանկերի մեջ, այսինքն խոսքս ուղղում եմ հավատացյալ ժողովրդին, եկեղեցու հավատացյալներին, եթե դուք չեք կարողանում կողմնորոշվել, թե ում ընտրեք, ինչ անեք, որովհետև մեծամասամբ կանայք եք եւ ձեր տներում ունեք զավակներ, ամուսիններ եւ այլն, որոնց ենթարկում եք, լսում եք, չգիտեք որ անեք, դրա համար ես ուրեմն կարդամ այժմ նարեկացուց տեսնենք նարեկացին Շատ լավ։ եւ մեր սուրբերը ինչ են ասում ընտրությունների համար, ինչ է նշանակում ընտրությունը հոգեվոր աշկերով, ընտրության հոգեվոր բացատրությունը։ Ընտրություն մենք բոլորս էլ յուրովի կարող ենք բացատրել։ Ամեն մեկս մեզնով, ասենք էսի պատն էսի լան եւ այլն, բայց հոգեվոր աշկերով ընտրությունը ինչ է։ Հիմա ես նարեկացուց փոքր հատվածներ կարդամ, հետո մի հատ սպերի բառ։ Շատ լավ։ Պարոն Մելքոնյան, ընթացքում եթե հարցեր կունենաք, խնդրեմ։ Այո։ Ուրեմն կարդում եմ նարեկացուց բան ի ուրեմն 25-րդ գլուխը սրտի խոսքից, խոսք Աստծո հետ սրտի խոսքից։ Եվ արդ որ մեղքերս հայտնեմ կամ որոնք մատնացույց անեմ, որպիսիներին մասին ես խոսեմ, որքան ծածուկ հանցանքներ մերկացնեմ, կամ որոնք խոստովանեմ, հոգեկան կրքերը կորստաբեր, թե մարմնական ախտերն սպանիչ, օրնկությունը բազմագլխյան, թե հիվանդությունն անբժշկելի, չարի պարարումը մարմնովս, թե բարուն սովելը հոգովս, Աստծու համար անախորժիներին տածած խնակներս, թե բռնադատման պարանով ձգվելս նույն մոլեգնությանը դեպի մահ տանող մեղքերը, թե խոյերն ունայն։ Եթե այսքանը վերաբերյալ հարցեր կա, խնդրեմ։ Այստեղ մի բառ ինձ շատ հետաքրքրեց, թեպետ հոգևոր գիրք, բայց խոսում է պոռնոգության մասին։ Հասկանալի հոգևոր մոդեցում, երբ որ մենք հոգևոր ենք մոդենում, ավետարին մենք հասկանում ենք ինչի մասին է խոսքը, բայց ես ուզում եմ նորից ուրեմն մեր խոսակցություն տանեմ ընտրությունների մասին, ինչպես
առաջի օրվանից Աստված որ ստեղծեց Ադամ ու Եվային, տվեց ընտրություն։ Այս ծառներից կարելի է, բայց այս մեկ ծառից չի կարելի։ Այնպես որ նրանք ովքեր որ Ռուսաստանի Դաշնության պատվերով են Հայաստանում ուզում են հեղաշրջում անել, չգիտեմ ինչով կավարտվի, իհարկե դա Աստված որ ամեն ինչ լավ վերջանա, միթե դա քաղաքական փորձություն չէ, որ հիները մեր ինչպես Սերժը, ինչպես Քոչարյանը, ինչպես Եռագլուխը, որ այսօր ասում են, պատվիրված են Ռուսաստանի Դաշնությունից, միթե դա փորձություն չէ, որ դավաճանելով իրենց հայրենիք, իրենց ազգը ծառայում են օտար ազգերի գաղտնի ծառայություններին։ Այո։ Հետաքրքիր գիտեք ինչ է, որ Նարեկացին գրել է, հիմա ասում են Եռագլուխ, չէ՞, Եռագլուխ եւ այլն։ Այս փորձությունը միայն ուրեմն սերական իմաստով չի փորձություն հասկացողությունը։ Քաղաքական փորձություններ կա եւ այլն։ Հիմա տեսեք, այստեղ ասում են Եռագլուխ, ինչը խմբավորումը չէ։ Այո։ Բայց Նարեկացին ավելի խորն է գնաց, ավելի ճիշտ է նկարել։ Խնդրեմ։ Նա ասում է Օրնկությունը բազմագլխյան։ Հենց այստեղ Եռագլխյան կարելի է ասել։ Եռագլխյան չէ, ավելի շատ է։ Երևի, այո, այո։ Դա քանի գլուխ կա, չէ։ Այո, ու փոքրիկ գլխիկներ։ Այո։ Այո, բազմագլխյան։ Այսինքն եւ այստեղ շարունակությունը տեսեք կա նաեւ այս բառը թե բռնադատման պարանով։ Բռնադատման պարանով։ Այո։ Օրնկությունը, այսինքն ինչ են անում։ Բռնադատման պարանը նայեք։ Բռնադատման, ուրեմն դա պարտադրանք է մարդուն երկու առումով, եւ դրսից եւ ներսից։ Այսինքն օրնկության մի ձևն էլ նա է, որ կաշառակերությամբ, կաշառքով մարդուն պարտադրում են, ստիպում են, վախեցնում են, որ այս բանը պետք է անես։ Բայց քանի շարունակությունից կտեսնենք, բայց քանի որ մարդ էակը տատանվող կամ վախեցող է, տրվում է այդ բռնադատմանը։ Այդ բռնադատման ուրեմն մյուսը ներքինը, ասենք արտաքինը պարտադրում են, ներքինն էլ նա է, որ ինքը չունի այդ ներքին կարողությունը, ազատ կամքը, անձնիշխանությունը, որպեսզի դրա դեմ պայքարի, հանձնվում է դրա համար հետաքրքիր մոտեցում է։ Այո, դա Նարեկացին խորն է, նրան հասկանալու համար ժամանակ է անհրաժեշտ։ Անշուշտ։ Եվ շարունակեմ։ Տեսեք, ասում է փորձեմ ավելի կարճ։ Ես որպես տեսեք ասում եմ ես եթե պետք է կստեմ լելիներ, այսինքն գարշելի, զարուրելի բաներ, այստեղ պիտի ասեմ, հանդգնեմ, որովհետև դրանք տանջանքներից ավելի ծանր են։ Որպես Աստծո պաշտոնյա այնպես անկայուն մտքով դեպի մահ տանող զույգ ճամփաների միջև վարանած ջանում եմ ու չեմ շահում ոչինչ։ Այսինքն տեսեք, եթե հասարակ մարդիկ տատանում են որոնում, բայց ասում են ես որպես Աստծո պաշտոնյա, Աստծո սուրբ է, չէ՞ Նարեկացին։ Իհարկե, իհարկե։ Հայրը եպիսկոպոս էր։ Ես որպես պաշտոնյա ինձ համար անտանելի ցավերից ավելի ուժեղ է, որ ես տատանվում եմ, չգիտեմ որ ճանապարհով գնամ, որը ընտրեմ։ Եվ շարունակությանը ավելի չխորանամ, ավելի համառոտ եմ, ասում է արդարև վայ այն մեղավորին, որ տարակուսյալ կկանի երկու ճամփաների վրա, ըստ իմաստունի հոգելից խոսքի։ Այսինքն Նարեկացին սիրակից ուրեմն մեջ բերում անում, սիրակը խիստ քննադատողներից մեկն է եղել մարդկանց, որոնք տարակուսյալ են, այսինքն կայուն չեն։ Եվ այստեղ մի բան էլ է ասում, ասում է ես այս աշխարհի պատգամավորն եմ, պատգամավորներին էլ է վերաբերում։ Ժամանակակից բառ է։ Այո, մեր այս ազգային ժողովի բոլոր պատգամավորներին էլ է վերաբերում։ Այո։ Բայց պատգամավորները որքան հոգևոր պատրաստություն ունեն,
ինչ ինտելեկտ ունեն, եկողների մասին, եթե անցնեն այդտեղ, ինչ ճանապարհ պետք է ընտրեն, որ ճանապարհով պետք է երկիրը տանեն, ժողովուրդը որ ճանապարհով պետք է գնա։ Կներեք, պարոն Աշիգյան, ես մի նախագահի գիտեի, հայրմերն էլ չգիտեր։ Ո՞վ է նախագահը։ Ռոբերտ Քոչարյան։ Էդի բոլորը գիտեն։ Իրեն բոլորը գիտեն, այո, որպես բացասական, որ հայրենիքը ծախեց Ռուսաստանին 97 միլիոն դոլարով Հայաստանի կեսը տվեց Ռուսաստանին։ Ինչ ասեմ, շատ հետաքրքիր է հոգևոր մոդեցումը, մարդ ինչքան ես հասկացա կյանքը, իհարկե ես շատ փոքր եմ եւ շատ ինչպես Դավիթն է ասում, ես ճիջու եմ, ворթ եմ, բայց համենայն դեպս ես հասկացա, որ առաջի տեղը հոգևոր աշխարհն է, երկրորդ տեղը իմ հայրենիքն է, առաջ Աստված, հետո հայրենիք։ Դրա համար գիտեք ինչ, բռնադատություն բառը դուք օգտագործեցիք։ Բռնադատություն բառը այսօր հենց օգտագործվում է այդ երագլուխներից, որոնք փողի դիմաց, մամոնայի դիմաց, ինչպես Ավետարանն է ասում, Հիսուս ասեց, կամ ինձ եք ծառայելու, կամ մամոնային։ Այդ չագերտավորված քրիստոնյաները, որ մամոնային են ծառայում, այսօր այդ փողի դիմաց իրենք իրենց հայրենիքն են վաճառում։ Ռուսաստանից գալով հայրենիքը կվաճառեն ու կգնան էլի իրենց իսկական հայրենիքը, դա իրենց իսկական հայրենիք է, եւ ես խորհուրդ կտայի մեր կառավարությանը զրկել իրենց Հայաստանի քաղաքացիությունից։ Խնդրում եմ շարունակեք, ներողություն, ես խանգարեցի ձեզ։ Շարունակեք ձեր։ No, okay, լավ։ Ուրեմն տեսեք, ասեցինք ամեն մի ընտրություն, ամեն մի ուրեմն կառավարություն, պետություն եւ այլն ունի ճանապարհ գնալու, ճանապարհ են գնում։ Այս ընտրությունները մեզ տանելու են ճանապարհներով։ Կանգնած են երկու ճանապարհի առաջ, պարզ, հստակ։ Բոլորս էլ գիտենք, եթե ընտրենք այս կողմը ինչ է սպասում, եթե ընտրենք այն կողմը ինչ է սպասում։ Մեծամասնությունը գիտեն։ Շատերը տատանող վիճակի մեջ չգիտեն։ Հիմա ճանապարհների ընտրություն, հոգևոր ճանապարհների ընտրություն է։ Պետությունը ինչ ճանապարհով պիտի գնա։ Մենք այդ ճանապարհը եթե ընտրում ենք, մենք հավատացող մարդիկ, եկեղեցու մարդիկ, ընտրություն ասելու ինչ են հասկանում, ինչ որ ապրանք ջոգելը չի, ավելի խոր իմաստուն։ Ես հիմա ձեզ սա չեմ մեկնաբանի, ուղղակի կկարդամ երկու սուրբերի մեկնությունները ճանապարհի մասին եւ դուք ուշադրությամբ լսեք, թե հարցեր կլինի։ Մեծ սիրով։ Ինչ է ընտրությունը։ Տեսեք, հիմա ինչ է ասում ուրեմն Սանդուղք, աթենք Սինայեցին, Հովհաննես Սինայեցին։ Երկու աչքերով տեսնում ենք մարմնականը, իսկ ընտրությամբ հոգևորը։ Սա ասում է Սինայեցին։ Հիմա ավելի մի քիչ մանրացված տեսնենք ինչ է ասում Սուրբ Պասիոս Աթոսացին։ Ընտրությունը հոգևոր տեսողություն է, իսկ հոգևոր տեսողությունը ունի միայն մաքուր միտք ունեցողը, որի հետևանքով էլ ունի հոգևոր պայծառություն եւ աստվածային լուսավորություն։ Ուշադիր լսեք այս բառերը։ Ինչպես մեր հոգևոր առողջությունն է, այնպիսին էլ մեր հոգևոր տեսողությունն է։ Եթե չհրաժարվենք մեր եսից, չազատագրվենք հին մարդուց եւ մեր մեջ շարունակեն ապրել անձնասիրությունը, եսասիրությունը, մարդահաճությունը, չենք կարող ունենալ հոգևոր պայծառություն։ Մարդն ինչքան առաջ է ընթանում հոգևոր կյանքում, այնքան ավելի են բացվում նրա հոգու աչքերը։ Միտքը մաքրվում է, սկսվում է ավելի լավ հասկանալ իր սխալները եւ տեսնել Աստծո բոլոր բարի գործերը, խոնարհվում է եւ բնական կերպով գալիս են Աստծո շնորհները, աստվածային լուսավորությունը
եւ ձերք թե բերում ընտրողությունը այսինքն Այո։ ընտրություն կատարելու ուրեմն ունակությունը Մեզանից է կախված է։ այդ ժամանակ կյանքի ամեն մի պարագայում հստակ տեսնում է թե որն է Աստծո կամքը եւ իր հոգեվոր ճանապարհի մեջ չի սայթակում ընտրությունն այն ղեկն է որ մարդուն ապահով կերպով ուղղորդում է որպեսզի ուղիղ ճանապարհից չշեղվի ուրեմն Սուրբ Պասիոս Աթոսացի այս գիրքը որ ես կարդացել եմ ժամանակին այնտեղ ուրեմն կար որ մեկնության մեջ ասում է այս Սուրբ Աթոսացին օգտվել է նրան եկել է այն Սուրբ Հոգին ինչ որ եկավ Սուրբ Գրիգոր Նարեկացու Այո, այո։ նման անվատություն եւ մյուսը որը կներեք մի վարքյան Միշտ աբեք մեկ ժամանակ ունենք։ Սա ուրեմն գրել է Մարիամ Փարիսեցին իրա ուրեմն զավակի զոհվելուց հետո խավարի ամենածայրածիր խորհուրդների մեջ են գահավիժում բոլոր հույսերը, ծրագրերը, սովորույթները, սպասումները եւ ի վերջո կյանքի իմաստը կորցրել է իր իմաստը եւ ուրիշ անիմանալի իմաստով թեւել առել յուրաքանչյուր թիկունքում կարծում եմ ով գետ մեկ անգամ ունեցել է հավիտենության այն փորձառությունը ով գետ մեկ անգամ հասկացել է այն ուղիղ որով որ քայլում են գետ մեկ անգամ տեսել է նրան ով գնում է արջևից այդ անձի համար դժվար կլինի շեղվել ճանապարհից նրա համար ամեն հանգիստ անցողի կթվա ամեն գանձ անարժեք ամեն ընկեր անկարևոր եթե նրանց մեջ չտեսնի միակ ընկերոջը ով տանում է իր խաչը Շատ բովանդակալից եւ խորի իմաստուն մոդեցում է իհարկե նորից քանի որ դուք հոգեվոր արժեքների մասին միշտ խոսում համենայն դեպս մենք դեռ ապրում ենք երկրի վրա եւ ունենք աշխարհիկ խնդիրներ դրա համար ցես հոգեվոր մոդեցումը որ կա կարելի է օգտագործել աշխարհիկ կյանքի մեջ ինչպես օրինակ մեր վարչապետը ես շատ անգամներ ասել եմ որ տեսնում եմ որ նա կարդում է ավետարանը եւ հասկանում է ավետարանը եւ մեջբերումներ անում ավետարանը այս ամենը դիտելուց հետո ես հասկանում եմ որ եթե իմ երկրի ղեկավարը վախենում է Աստծուց ուրեմն նա հասկանում է ինչ դիտողս ունի այսօր եւ մեծ պատասխան ունի Աստծո առաջ հայ ժողովրդին ղեկավարելու մեջ այսինքն մեկը որ Աստծո վախ ունի նա միշտ զգուշ կմնա ինչպես ես արդեն ասեցի մենք ունեինք որոշ ղեկավարներ անցյալում որ հայրերը չգիտեին վախենում էին խաչ հանեն իրենց երեսի վրա դրանք կան այդ օրինակները կան եւ այսօր մեր հայ ազգը պետք է ամեն ինչ կշերքի վրա դնելով եւ հոգեվորը եւ աշխարհիկը մենք պետք է ճիշտ ընտրություններ կատարենք ես հասկանում եմ ձեր մոդեցումը որ առաջինը հոգեվորն է եւ ինչ որ դուք մատուցում եք մեր հանդիսատեսին բայց ձեր քաղաքական հայացքները ձեր կարդալու այս թեմայի շուրջ ինչպես կանդրադառնաք այսօրվա Հայաստանում ինչ որ կատարվում է մանավանդ մեկ օր հետո ընտրություններ կլինեն Տեսեք դուք ուրեմն հիշեցրեցիք վարչապետի մասին անցած հաղորդումներին ես կրկնեցի ասեցի որ ամեն մի ծունկ պետք է ծալվի Աստծո առաջ այո բազմիցս տեսել եք վարչապետին եկեղեցում աղոթելիս ծնկի գալուց այո հիմա ամեն մի խոսքը բացել սամոսներով է սկսում սամոսներով հիմա հավատացյալները արդյոք ում պետք է ընտրեն լավ մյուս մարդիկ ինչ որ շահեր ունեն
ամուսինների կողմից հին աշխարհին կապնված են, լավ են ապրել, թալանել են, գրփել են, վերջը ինչ բա։ Դուք հավատացյալներ, որն եք ընտրելու, ինչպես եք ընտրելու։ Արդյոք նա ով Սամոսով է դվում այն ղեկավարին, որ ծնկե գալիս եկեղեցու Աստծո առաջ, թե մահանաներ եք բռնում, թե ինչ անենք, ինքը սենց է պահետի ձևերա եւ այլն, ոչ սիրելիներս, այս հիշեք նորից, այս ուրեմն Սուրբ Պասիոս Աթոսացու խոսքերը, հոգերով, աշկերով փորձեք տեսնել, մարմնական աշկերով տեսնում եք, սա խաբուսիկ է, անցողիկ է, մեզ տրված է հոգևոր աշկերով տեսնելը, այսինքն հոգևոր աշկով տեսնել նշանակում է հաղորդակցվել Աստծու հետ, եթե դուք ընտրություն եք կատարում ու գիտեք դա Աստծո կամքը չէ, ուրեմն դուք սատանայի գիտն եք գնում, դուք եկեղեցի պետք է չգաք, ուրիշներ պետք է գնաք։ Պարոն Աշիգյան, մեր հոգևոր հայրերից մեկ ասեց ավելի լավ է կուր լինել աչոք, քան մտոք։ Հասկանում եք ես ինչ ասեցի։ Այո, հիմա մյուս հարցս, չգիտեմ ինչքանով ձեր հոգևոր թեմային կանդրադարձվի, բայց ամենայն դեպս ես ուզում եմ տամ։ Ռուսաստանը, որ այսօր վախեցնում է չընդունելով մեր մրգերը, ծաղիկներ, ջերմուկ հանքային ջուրը եւ այլը։ Ձեզ չի հիշեցնում աղվեսի եւ կկվի առագը, եթե այսպես չանես գնամ բերեմ ծառը կդրեմ։ Եվ 70 քանի տարի սովետական միության տարիներին մենք կկվի միամտությամբ ամեն ինչ արեցինք Ռուսաստանի համար, բայց այսօր մենք հասկացանք, որ այդ աղվեսը կացին չունի։ Ինչ է կարծում այդ մասին, որովհետև ոմանք ասում են, որ մեր գյուղատնտեսական ապրանքները մնացին եւ այլը։ Այստեղ միթե նույն բանը չէ, որ մենք հոգևորի եւ մամոնայի մեջտեղ ենք, ժողովուրդը ինչ պետք է անի, ինչ խորհուրդ կտայիք։ Լսեք, որ ասեցիք Ռուսաստանից, ես սեսիմ գիրքի մեջ այստեղ ունեմ մի գլուխ, նամակ խորհրդային համակենտրոնացման ճամբարից։ Ուրեմն ես նամակը ամբողջովին չկարդամ, որտեղ պատրաստ չէ, որ շատ լավ կընթերցվի, լավ հարց տվեցիք, բայց հիշեցի։ Ուրեմն ինչ վերաբերում է վախեցնում են, դա հին ոճ է, բոլշևիկյան վախեցնել ոճ, այսինքն ոչ թե տիրել սիրով, այլ ուժով, բռնարանքներով, բանտերով, արունայղությամբ, կտանքներով, շարեր անելով, այն ինչ որ ապրել են գիտենք, տեսել ենք, այսինքն Ստալինյան, Լենինյան շարունակություն։ KGB Այսօր էլ, երբ որ արտակ ապրանքները, չգիտեմ ինչերը եւ այլն ճանապարհները կտրում են, դժվարացնում են, այդ ղեկավարը սխալ մտածելակերպ ուներ։ Առաջի սխալը նա էր, որ հայերին դավաճանեցին, թողեցին միայնակ։ Այո։ Եվ դրանում պարզ եղավ իրենց թուլությունը։ Երկրորդ, այս վիճակով վախեցնելով այս ազգին կլինեն վախեցողներ, բայց այս վիճակով դուք աշխատեք սերը վայելել, որպեսզի ժողովուրդը ձեզի գա, դուք ինչքան ճնշեք, ինչքան բռնադատեք, ինչքան վախեցնեք, այնքան ավելի եք ատելի լինելու, արդեն ատելիները մեջտեղ են դուրս եկել, նորից ուզում են ավելի ատելության, չգիտեմ, բարձր աստիճան կա թե չկա։ Հիմա ինչ եմ ուզում ասել վախեցնելու վերաբերյալ։ Ուրեմն այս վանականը, հոգևորականը նստած էր Սիբիրի համակենտրոնացման ճամբարում։ Իր հոգևոր հայացքների համար, հոգևոր հայացքների, ոչ քաղաքական հայացքների համար, հոգևոր հայացքների համար։ Եվ ինչ է պատմում նա, ես չկարդամ, ուղղակի կարճ խնդրում եմ։ Ասում եք գալիս էր Սուրբ Զատիկը, օրերը մոտիկանում են, հարության օրը։ Այո։ Բանտում ասում են մեր հանդեպ հսկողությունը ավելի ուժեղացրեց։ Չկային ասում զատկական ձու, շնորհավորանքներ եւ այլն բանտի այդ տխուր եղանակներից։ Բայց մեր մեջ կար մի մեծ ուրախություն, անկախ այն տանջանքներից, սովից, ճնշումներից, մենք նայում ենք Սիբիրյան լուր աստղերին, աստղերի մեջ մենք տեսնում ենք
Հիսուս Քրիստոսի հարությունը։ Ահա, Եվ երբ եկավ այդ հարության օրը, մենք Հետաքրքիր։ բոլորս այդտեղ ուրախացած իրար ողջունում, ասում են Քրիստոս հայրյա իմերալոց, այո, Այսինքն համակենտրոնացման ճամբարի ճնշումները եւ այլն չկարողացան այս մարդկանց խեղճացնել։ Հոգևոր աշխարհում ապրող մարդիկ մենք հայ շատ հավատացյալներ ունենք առաքելական եկեղեցու, եւ հավատացյալներ ունենք, որ մեզ քույր եղբայրներ կան։ Ուրեմն այս մարդիկ երբ որ հավատ ունեն, նրանք բռնադատումներից չեն վախենում։ այո, Նրանք ընդհանրապես չեն վախենում, նրանք միայն Աստծո հանդեպ երկյուղում են։ այո, Նապոլեոնը երբ տեսնում է Քրիստոսի արձանը, լաց է լինում, ասում է, ես ամաչում եմ, որ այս մարդու նման իր համառությունը չունեցա։ Ես սրով չկարողացա երկիրը Աշխարհը։ նա սիրով գրավեց աշխարհը։ այո, Այսինքն այս ինչ որ արվում է, եթե այս ռուսասեր, ռուսամետ, այս հասարակությունն անցավ լավ դարավ Հայաստան հանրապետություն չեղավ, իրենք իրենց խղճի հարցերով ինչ պատասխան են տալու։ Միայն իրանք լավ ապրելով չի, իրանք լավ կապրեն, որտեղ կփրկվեն, ունեցածները կփրկեն, թագավորի նման կապրեն, անուններն էլ կփոխեն, Հայաստանի անուններ կփոխեն, հայկական եկեղեցիներն ռուսական պատարակ կանեն։ այո, այո, Կես ռուս, կես հայ կամ սենց մի բան։ այո, Ինչ պատասխան կտան ձեր սրտերի առաջ, այդ զոհվածների առաջ ինչ պատասխան կտան։ ինչպես են քնելու իրենք։ Չէ, հիմա հարցը նա է, գիտեք ինչ, ես եկեք մի քիչ շեղում ենք այս հոգևոր թեմայից, բայց որ սա ընտրություն է, որ 6 տարի մի անգամ է լինում, այսպիսի բան ասեմ, ուրեմն ես եթե ռուսական բառը շեշտում եմ, մենք բնավ նկատի չունենք ռուս ժողովրդին, մեզ խոսքը այս բոլշևիկյան ղեկավարության Ռուսական իշխանության մասին է։ Ես դեռ սովետը չի վերացել, ես ինձ նման տպավորություն եմ։ Գիտեք ինչ կա, հայ ազգի նման ոչ մի ազգ ռուսներին նվիրված չի եղել։ Այո, Հայ ազգը նվիրվել է ամենանվիրված, հայ բոլշևիկները ինչ են արել, որպեսզի ռուսներին լավ Երևան, նրանք են հուշել ոնց նստացնեն, ում նստացնեն, որտեղ նստացնեն, հիմա էլ են հուշում թե Հայաստանի որտեղ խփեն, ինչ անեն եւ այլն։ Այսի այն նրանք են, որտեղ դրանք դավաճանական խումբն են։ Բայց եւ կա հասարակ ժողովուրդը արվեստի գիտության մարդիկ, որոնք որ նվիրված են եղել ռուսներին, զոհեր են տվել հայրենական պատերազմին եւ ամեն անգամ սկսած ցեղասպանությունից հետո եկան տվեցին Հայաստանի արևմտյան միշտ նվիրվել ենք ամենասիրով։ Հա, կուզենք տիրություն արեք, մենք էլ մնանք ձեր տիրապետության տակ, բայց դուք մեզ վաճառում եք, զոհում եք, թողել եք այս վերջինը, հիմա էլ ասում եք, ձեր ապրանքները չեն կառնի, ադրբեջանցիները կառնեն, կուզեք մի հատ էլ կռվենք ադրբեջանցիները, չեք ուրախանաք, այ խնդրեմ, երբ որ ասում են ռուսներ, ասում եմ, այ ռուսներ ջան, այ մեծ աղբեր ենք դիմել ձեզի, չէ, հա, որ ազգովի երազել ենք, որ գաք փրկեք մեզի թուրքերից, եկերեք ինչ եք արել, շարունակել եք նրանց գործել իրան հետ միացած, հիմա դուք եք թողել մեզ հեռացել, դուք եք մեզի դավաճանել, ազգը ձեզնից չի հեռացել, բայց արդեն տեղ չեք թողել, հիմա դե փոխանակ զղջակ արազների համար սիրով քայլերով համախմբեք ձեզ, ասենք դեպի ձեզ քաշեք, եթե այդքան վատն ենք, ինչ եք կպել Հայաստանից, թողեք հեռացեք։ Այո, վախեցնում են, ինչպես ասեցի մերկերից, բանջարեղեն եւ այլը, բայց մի բան ասեմ, երկու օր առաջ Եվրախորհրդից զանգ եկավ Հայաստան, Ուրսուլա ֆոն դեր Լայնը ասեց, ինչ որ Ռուսաստանը չի ընդունում, ես կընդունեմ։ Եվրոպայի բնակչությունը 450 միլիոն են։ Ռուսաստանն 140, իբր թե 140։ Որտեղ է 450 միլիոնը, որտեղ է 140-ը։ Դա առաջին, երկրորդը։ Մենք Չինաստանի հետ կրկնապատկեցինք մեր առևտուրը։ Չինաստանը 1 միլիարդ 400 միլիոն է։ Մենք Հնդկաստանի հետ կրկնապատկեցինք մեր առևտուրը։ 1 միլիարդ 700 միլիոն է։ Եվրոպա, Չինաստան, Հնդկաստան իրար հետ լինում են 3 միլիարդ 500 միլիոն բնակչություն։ Այնպես որ թող ռուսները չվախեցնեն, որ մենք գազը կկտրենք, այս կանենք, այն կանենք։ Ես արդեն ասացի, պարոն Մերկոյան,
հոգևոր աշխարհի մարդիկ Հմ. իրենք ֆիզիկական բռնությունների, ճնշումներից Չեն վախենում։ եւ չեն վախենում։ Այո։ Հիմա ճիշտ է այստեղ մենք ուրեմն խոսեցինք տատանվորների մասին եւ այլն։ Եվ երևի թե մի վերջի հարցը հենց դա էլ ես ուզում եի տալ։ Հիմա մարդիկ կան, որ դեռ տադավում են իրենց ընդրանքի մեջ 2026-ին հունիսի 7-ին ընտրություններ կլինի։ Ինչ խորհուրդ կտայիք իրենց վերջի վերջո դուք հոգևոր մարդ, հոգևոր մոդեցում, մեր Նարեկ Աղոտամադյանի հեղինակ, ինձ թվում է դուք խոսք ունեք այդ հայերին, ովքեր որ դեռ տադանվում են ընտրություն կատարելու մեջ։ Տեսեք, խոսքս նորից վերաբերում է մեր հայ ժողովրդին, ես չեմ ասում հավատացյալ, անհավատ, ով կհավատացյալ կընդունի, ով չի ընդունի։ Ես ուզում եմ ձեզ դիմել ուրեմն Նարեկյան խոսքով։ Ինչ է ասում Նարեկացին այն մարդկանց մասին, այն մարդկանց համար, ովքեր տատանումների մեջ են եւ իրոք տատանումների մեջ են։ Այո։ Մեզ բոլորս էլ պատահում է, որ մի բան ենք անում, չկողմնորոշում որը անենք, ոնց որ խորհրդի Որն է ճիշտը։ որն է ճիշտը, ոնց որ խորհրդի կարիք ունենան։ Այո։ Այստեղ ստատանողությունը կան, որ իրոք տատանում են, որևէ ազդակի ազդեցության չէ, բայց իրոք չգիտեն ինչ անեն։ Եթե եկեղեցու հաճախորդներ են, եթե հարսանիք են անում իրենց տներում, կնունք են անում, գնում են եկեղեցի եւ այլն, այսինքն կապ ունեն եկեղեցու հետ, Աստվածաշնչի հետ, հոգևոր աշխարհի հետ։ Լսեն խոսքը Նարեկացու հետևյալ։ Տեսեք, մարդիկ էլ կան, որ ուզեն ընտրել, բայց ընտրելու կարողություն չունեն, բանտարկված են, նստած են, հիվանդ են, սեսներն էլ կան, մարդիկ էլ կան, որ ասում է այս հոգևոր ճանապարհի խաչմերուկում չշփոթվելու համար, կայուն լինելու համար Նարեկացին ասում է թող յուրաքանչյուրը խաչի նշանով երեսը խաչակնքի, կարևորի խաչի անհրաժեշտությունը եւ գիտակցի, որ խաչափայտը հիմա Նարեկացու խոսքերը որ հերվից եկող նշանն է գալիք հատուցման ժամանակի, ազգացկից ու համանման կենաց փայտին, այսինքն այս այն փայտն է, որը որ դրվեց ուրեմն դրախտում, այն կենաց փայտն է, այսինքն որտեղից ասեց այս ծառերից այդ պտուղը չքախես, որ Աստծու դրախտում է, կոչման վայր է շտապ ու բարվոք հավաքումի, օրհնության վայր է, գիտության տունկի պատկերակիցը, չարի ու բարի ընտրության ունակ եւ մեծ հիշեցում խաչի նշանով տարնագրվելու սուրբ հոգու շնորհով։ Այսինքն մարդիկ տեսեք հիվանդանոցներ են գնում, ես այստեղ Ամերիկայում 3-4 անգամ արդեն հիվանդանոց պարկել եմ, բոլոր հիվանդանոց։ Էլ չպարգեք։ Խաչեր կան։ Եվ այլն։ Մեր խաչը իմաստ ունի։ Այսինքն Գրիգոր Նարեկացին հորդորում է, որպեսզի այդ վիճակներում խաչակնքվեք, աղոթեք, հոգևոր աչքերով նայեք եւ Աստծո ձեզ կտրվի, թե ինչ անեք։ Մի շարժվեք ըստ Գոհեցե մեկի խորհրդի, մի խափնվեք որևէ մամոնայի, այլ աղոթեք, առանձնացեք հոգու աչքերով Աստծո օրհնությունն ու օգնությունը կգա ձեզ սիրելի ժողովուրդ։ Ամեն։ Մենք չենք կարող ասել գնացեք սրան դրեք կամ նրան, հոգևոր աշխարհը դա չի պահանջում, թողնում է ընտրության գիտակցության վրա։ Եթե մարդը գալիս է եկեղեցի, հաղորդություն է ստանում, իմաստը նա է, որ անընդհատ հիշել Հիսուս Քրիստոսի չարչարանքները, եթե չեն հասկանում ու անում են Աստծուն կամքին հակառակ քայլ, դա նույնն է թե կրկին Հիսուս Քրիստոս նորից չարչարում է։ Նորից խաչվեց։
Այո, գիտեք, հաղորդումը մոտենում է իր ավարտին, խնդրում եմ, եթե խոսք ունեք հատկապես ընտրությունների մասին, խնդրում եմ ձեր վերջ խոսքը եւ ես կավարտեմ ծրագիրը։ Սիրելի հավատացյալներ, առաքելական եկեղեցու հետևորդներ եւ նրանք, ովքեր որ հետևորդներ չեն կամ հավատացյալներ չեն, բոլորին գիտեք ինչ, անհատական մեր ինքնաճանաչումից չվեր նայենք եւ կարողանանք ընտրել ճիշտը, ընտրենք ոչ թե մեր անձին այդ ընտրվողը օգտակար է, թե ոչ, այդ ընտրենք անձը, որ ընտրվելու է, պետական այրը ծառայելու է իր ազգին, իր ժողովրդին, թող ես լավ վատ ապրեմ, ամենավերջի վատ ապրող ապրեմ, թող իմ ազգը լավ ապրի, հայ ժողովուրդը լավ ապրի, այս մտածումով գնացեք ընտրեք սիրելիներս, հիշեք, Նարեկացու գլխավոր պատգամն է, դուք մտածեք ձեր հոգիների փրկության համար, անձը մարմինի համար ինչքան էլ մտածեք, մի օր մահանալու եք, մի օր հող եք դառնալու, բոլորս եք, բայց հոգիների փրկության համար, բայց եթե Աստծու ակամքին հակառակ եք գնում, ընտրում եք սատանային կամ մամոնային եւ հավատացյալ եք կոչվում, ուրեմն գիշեր ցերեկ աղոթեք, որպեսզի դժոխք չմնաք։ Շատ շնորհակալություն, այո, կարծեմ հայ ժողովուրդը ձեր խորհրդի կարիքը ունի եւ ես ավարտելով այս ծրագիրը հարգելի հանդիսատես մենք այսօր խոսեցինք չարի ու բարի մասին, այսինքն խաղաղության եւ պատերազմի մասին եւ ես հույս ունեմ, որ դուք ճիշտ ընտրություն կկատարեք եւ 2026-ին դուք կընտրեք 16-ին։ Սիրում ենք ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։